Այսօր ես կխոսեմ իռգայի մասին, քանի որ վերջին շրջանում բավականին մեծ է հետաքրքրությունը այդ հատապտղի նկատմամբ։ Իռգան թուփ են կամ ծառատեսակներ, որոնք Հայաստանում ընդհանրապես վերջին տարիներն են սկսել մշակել եւ բավականին արժեքավոր է որպես հատապտուղ, այսինքն բավականին հարուստ է C վիտամինով, նոր հետաքրքիր հատապտուղ է եւ հենց կարծես թե նախատեսված է Հայաստանի համար։ Նշեմ, որ վարդազգիների ընտանիքին է պատկանում, հետևաբար ինչպես սալորը, խնձորը կամ ասենք օրինակ մասրենին նույն ընտանիքին են եւ փոշոտվում է խաչաձև։ Այսօր ես կխոսեմ էդի մասին եւ կներկայացնեմ ծառը։ Ես նշեմ, որ իռգան հայտնի է մի շարք թփային եւ ծառային տեսակներ, կոնկրետ այս մեկը, որը ես ձեզ ցույց եմ տալիս, թուփ են, բայց ես փորձել եմ մշակել ծառի տեսքով։ Եթե տեսնում եք, այստեղ նոր մացառներ են առաջացել, այսինքն նոր բույսեր, որոնք մենք հետագայում կհանենք եւ կվերատնկենք մեկ այլ տեղ։ Ինչով է հետաքրքիր իռգան, որ հիմնականում սիրում է թույլ թթվային կամ չեզոք հողեր, որոնք բավականին նպաստավոր են մեր հողերի համար, ոչ բոլոր, բայց հիմնական հողերի համար։ Եթե ձեր հողերը կավային են, ապա կարող եք պարզապես ավելացնել հենց այս շրջանում, եթե աշնանը չեք ավելացրել, այս շրջանում կոմպոստ կամ պարզապես հասունացած գոնախ։ Նշեմ, որ էդը ունի առանձնահատկություններ, տեսեք այս ծառը, արդեն այս թուփը 3 տարեկան է, ունենք նաև 4 տարեկան արդեն թփեր, 4-5 տարեկան, որոնք մի քիչ հետո ցույց կտամ, եւ շատ կարեւոր է, որ սկզբից ճիշտ ձևավորել։ Սովորաբար մենք ծառերի մոտ, գիտեք, կտրում ենք վերին հատվածը, այսինքն ճյուղի 1/3-ը հեռացնում ենք, բայց այստեղ հիմնականում ձեռք չենք տալիս եւ թողնում ենք, որ ճյուղերը իրենք աճեն։ Շատ ուշադիր պետք է լինել եւ երբ որ կտրում ենք, անպայման պետք է նայել, որպեսզի այն բողբոջը, որը կա ընձյուղի վրա, լինի դեպի դուրս։ Օրինակ, այստեղ ես ցույց եմ տալիս ոչ ճիշտ կտրվածք, տեսեք, կտրել են, բայց աչքը ներսից է, այդ պատճառով ճյուղերը գնում են դեպի ներս։ Ինչ պետք է անենք, այսինքն ունենք այն ինչ որ ունենք, մենք պարզապես կիչեցնենք, մի քիչ հետո կկախենք քարեր եւ մի փոքր այնպես կանենք, որ մեջը բացվի, այսինքն բաժակաձև լինի, որպեսզի լույսը եւ արևը թափանցի։ Ինչպես բոլոր ծառատեսակները, այս նույնպես հեռացնում ենք մեջ ընկնող ճյուղերը։ Տեսեք, ես չեմ ուզում ամբողջությամբ կտրել այս ճյուղը, քանի որ արդեն ծաղկաբողբոջներ կան եւ բերք կա, հետեւաբար այստեղից կկտրեմ, որ այս տարի հիմքում պտղակալի։ Տեսեք, այս մեկը եւս կարող են ընդհանրապես հեռացնել, քանի որ թույլ է եւ ինքը բավականին սնունդ կարող է տանել այս ճյուղից։ Ներս ընկած ճյուղերը կտրում ենք, տեսեք, բոլորը։ Այս չեմ կարող կտրել, թեկուս ներքև է իջեցրած, բայց բավականին բերք կա վրե։ Հիմնականում իռգան ծաղկում է ապրիլ ամսին եւ այս տարածքում մոտ 1540 է մեր մոտ, արդեն մայիսի վերջին ունենում ենք առաջին բերքը։ Նշեմ, որ ինչով է նաև շատ կարևոր, տեսեք, եթե հապալասի դեպքում մենք բավականին մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հողում թթվությունը բարձրացնենք, բույսերի խնամքը մի քիչ ավելի բարդ է, ապա այս դեպքում մենք սովորական պարարտացումը, ինչպես որ մնացած հատապտուղները բավարար է։ Իռգայի կարևոր առանձնահատկություններից մեկը, որ դիմանում է մինչև 30 աշճան ցրտերի եւ ապրում է 40-ից 50 տարի։ Բավականին բերքատու է, մեկ թփից կարող ենք մինչև ստանալ 5-6 կիլոգրամ, իսկ լավ խնամքի դեպքում նույնիսկ մինչև 8-10 կիլոգրամ։ Շուկայում բավականին թանկ արժե, այդ պատճառով դուք կարող եք, այսինքն երբ որ ընտրում եք հապալասը եւ բավականին ներդրումները շատ են, երբ որ կատարում եք ծախսերի եկամտի հաշվարկ, հասկանում եք, որ կիլոգրամը մոտավորապես գոնե 8000-ով պետք է վաճառեք, որ ձեր ծախսերը փոխհատուցվի, այս դեպքում իռգայի դեպքում այդպես չէ։
Իրգան հասունանում է աստիճանաբար, այսինքն սկսվում է կոնկրետ մեր տարածքում մայիսի 20-ից հետո սկսում է հասունանալ եւ մինչեւ հուլիսի կեսերը բերք է տալիս։ Հիմնականում պետք է հավաքենք մուգ, այսինքն կապույտ, ինչպես հապալաստ է, պտուղները այդպես, պտուղները ողկույզ են եւ որոնք հասունանում են աստիճանաբար։ Ինչ կարող եմ ասել, դուք կարող եք թողել այս թփի կամ ծառի վրա, այս դեպքում ինքը ծառը հիշեցնում, մինչև 8-12 ճյուղ, այսպիսի ճյուղ, որոնք մի քանի տարի հետո ավելի կամրանան եւ նորմալ լուսավորության դեպքում եւ նաեւ սննդանյութերի ռոռոկման նորմալ ռեժիմի դեպքում կարող են ապահովել բարձր բերք։ Սկզբնական շրջանում առաջի 3 տարին կարող ենք մենք բավականին լուրջ ուշադրություն դարձնել ռոռոկումներին, իսկ 5 տարեկանից սկսած շատ քիչ կարող ենք ջրել, որովհետև արմատները նախ բավականին խորանում են եւ նաեւ երաշտադիմացկուն է, այսինքն դիմանում է ինչպես ցրտերին, այնպես էլ երաշտին, այսինքն բույս, որը բավականին կհեշտացնի ձեր աշխատանքը։ Հիվանդություններից կարող եմ ասել, որ հիմնականում ալրացողներն են երբեմն հանդիպում, բայց տեսեք մենք ունենք 5 տարեկան ծառեր եւ մինչեւ հիմա որևէ հիվանդություն դեռևս չեմ գրանցել։ Տեսեք, ես մեկ անգամ եւս ցույց տամ, ինչեր է ծառերի էտելը, ես բերեմ եւ այս քարերը ցուցադրեմ, տեսեք, այն ճյուղերը, որոնք ընկել են դեպի ներս, մենք չենք կտրում, ինչի համար, որովհետև մեզ պետք է որ համաչափ ճյուղերը դասավորվեն, պարզապես ամրացրեք քար, այսինքն այսպես, քարը, ամրացնենք եւ տեսեք, կամ որևէ ծանր իր, ես մեկը մի քիչ կարծես թե, եւ ճյուղերը արդեն կթեքվեն դեպի այս կողմ։ Մի քիչ ընդամենը 1-2 օր կամ մի քանի օր եւ մենք արդեն կփորձենք այս ճյուղերը նույնպես տեսնենք, դա կարող եք անել ցանկացած ծառի դեպքում, երբ որ մենք ցանկանում ենք որպեսզի բաժակ ձևավորենք, քանի որ մատղաշ ենք, ավելի ուշ դեպքում, մեծ ծառերի դեպքում մի քիչ ավելի դժվար է այս process-ը, տեսեք, սովորական քարեր, բերում ենք այսպես եւ կախում ենք։ Մի քիչ երևի թույլ է, ծանր չէ, այդքան է ծանր չէ, դրա համար հետ է գնել։ Մի խոսքով պատկերացրիք։ Հիմա այս մեկը արդեն 5 տարեկան իրգան է, որը աճեցրել ենք թփային եղանակով։ Եթե տեսնում եք, այնտեղ մենք 1 ցողունով էինք բարձրացել ինչպես ծառը, այստեղ թփային է եւ մոտ 10 ճյուղ ունի։ Ես հիշում եք, որ ասեցի 10-12 ճյուղ պետք է լինի։ Արդեն տեսեք, կողքից նոր բույսեր են առաջանում։ Այս դեպքում բերքատվությունը բավականին բարձր է լինում եւ արդեն 7-8 տարեկանում հնարավոր է հենց այս բույսից մինչեւ 8 կիլոգրամ մենք կարողանանք ստանալ։ Մեկ անգամ եւս էտի հետ կապված մի շատ կարևոր բան հիշեցնեմ, երբեք չի կարելի ծերատել այս հատապտուղը։ Եթե հապալասի դեպքում երբեմն ցրտահարված ճյուղերը կամ որոշ ճյուղեր հեռացնում ենք հենց ծայրերից, ապա այս դեպքում չէ, քանի որ բավականին նվազում է բերքատվությունը։ Ունենաք հարցեր, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում կապված լուսային, հողային պայմանների մի քիչ ավելի մանրամասն, ապա ես անմիջապես կպատասխանեմ հարցերին կամ ինչպես միշտ, երբ որ հարցերը գրեք մեկնաբանություններում, մենք կհավաքագրենք այդ հարցերը եւ ուղիղ եթերով կփորձեմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։